հանդիպմանը, բայց մեր կենտրոնն է մասնակցել, մեր կենտրոնի այլ ներկայացուցիչներն են մասնակցել։ Ընդհանուր առմամբ այս հանդիպման միտքը վաղուց կար եւ շատ լավ է, որ իրականություն դարձավ։ Ես կնշեի, որ տարուց ավելի կար այդ հանդիպման միտքը։ Իրականում փորձագետների հետ հանդիպումներ միշտ են եղել։ Այսինքն այս վերջին խաղաղասիրական շարժերի հետ կապ չունի։ Այո, չէ, տեսեք, փորձագետների հետ հանդիպումներ, փորձագետների միջև հանդիպումներ միշտ եղել են։ Եղել են Վրաստանում հանդիպումներ նույնիսկ մինչև 2020 թիվը տարբեր փորձագետների մասնակցությամբ եղել են հանդիպումներ 2020 թվականից հետո տարբեր երկրներում եւ այդ թվում հայաստանցի շատ փորձագետներ մասնակցել են նման հանդիպումների ադրբեջանցի փորձագետների հետ։ Իհարկե, տեսեք, պետք է անպայման շեշտադրել, որ հայաստանցի փորձագետ եւ ադրբեջանցի փորձագետ հասկացությունները մի փոքր տարբեր են։ Հայաստանում մենք կարող ենք խոսել այն, ինչ գտնում ենք հարմար եւ մեզ կարող են խորհուրդ տալ ինչ-որ բան ասել կամ չասել, բայց մենք ինքներս ենք որոշում հետևել դրան, թե ոչ։ Ադրբեջանում մարդիկ մեր տպավորությամբ ավելի հաճախ գիտեն, թե իրենց սահմանը ինչև որտեղ է։ Ընդ որում բոլոր փորձագետների համար սահմանը նույնը չէ։ Կան մարդիկ, ովքեր խոսում են ազատ, կան մարդիկ, ովքեր խոսում են մի փոքր ավելի քիչ ազատ, մյուսները խոսում են կոնկրետ սահմանափակումներով։ Բայց սա ընդհանրապես նշանակություն չունի։ Խնդիրը հետևյալն է. զուգահեռ դիվանագիտությունը շատ դեպքերում աշխատում է եւ այդ աշխատանքի արդյունքում հնարավոր է այն հարցերը, որոնք պաշտոնական մակարդակում քննարկել են, որոշ դեպքերում տեղին չէ, որոշ դեպքերում կան աշխարհաքաղաքական ենթատեքստեր եւ պետք չէ բարձրաձայնել, դրանք կարելի է խոսել։ Նշեցիք, անցյալում եղել են այսպիսի հանդիպումներ, բայց ինձ հետաքրքրում է անցյալի հանդիպումների բովանդակությունը եւ այս հանդիպման բովանդակությունը ինչքանով են համադրելի։ Քանի որ ես ինքս անձամբ չեմ մասնակցել հանդիպմանը, ապա բովանդակության մասին որևէ բան այդպես ամբողջապես ասել չեմ կարող, բայց պետք է նշեմ, որ ընդհանրապես հանդիպումների ընթացքում, ընդհանրապես սովորաբար հանդիպումների ընթացքում արծարծվող թեմաները գալիս են այն թեմաներից, որոնք գոյություն ունեն ընդհանրապես երկու երկրների միջև։ Այսօր ինչ խնդիրներ գոյություն ունեն։ Հիմա գոյություն չունի Արցախի այո, կան բանակցային գործընթացներ, որի մասին ենթադրում եմ չի խոսվել։ Ես տեղյակ չեմ, քանի որ ինքս ինչպես ասացի, չեմ եղել հանդիպմանը, տեղյակ չեմ դրա մասին խոսվել է թե չի խոսվել, բայց պետք է նշեմ, որ այն խնդիրները, որոնց մասին խոսվում է հանրային, այդ խնդիրները գուցե ինչ-որ մի փոքր այս կողմ կամ այն կողմ քննարկվում են նաև նման։ Մի քանի կայքեր այսօր տեղեկություն տարածեցին, որ այդ ադրբեջանական խմբի մեջ եղել է Լաչինի փակող էկոակտիվիստների կանանցից մեկը։ Տեղյակ եմ դրա մասին։ Ենթադրում եմ այդ մասին խոսք կլիներ, բայց չի եղել։ Տեսեք, ես նշեցի, որ Ադրբեջանում փորձագետ հասկացությունը տարբերվում է Հայաստանի փորձագետից։ Մենք շատ դեպքերում մենք ասելով ես նկատի ունեմ միայն հայ փորձագետներին, ընդհանրապես այս փորձագետների խումբը ընդհանուր առմամբ ադրբեջանական կողմից խումբը չի որոշում, այսինքն մարդիկ չեն որոշում իրենք մասնակցեն թե չէ։ Եթե մեր դեպքում մեզ լինում է առաջարկ, մենք որոշում ենք, իրենց դեպքում իրենք որոշումը կայացնում են ելնելով ինչ հանգամանքներից կամ այդ որոշումը պետք է համաձայնեցնեն։ Մի տարբերակող հանգամանք էլ կարող է լինել անցյալի հանդիպումների մեջ, այս անգամ ուղիղ չվերթով են եկել։ Այո, սա աննախադեպ իրադարձություն է, ոչ միայն այս անգամ ուղիղ չվերթով են եկել, այլև այս անգամ առաջին անգամ դա տեղի ունեցել Երևանում, ոչ Հայաստանում, ոչ Բաքվում նման փորձագիտական հանդիպում, ինչքանով ես եմ տեղյակ, տեղի չի ունեցել նախկինում, սա առաջին անգամն է, որ երկու երկրներից մեկում տեղի է ունենում, Երևանում տեղի է ունենում, ինչը ինքն իրենով արդեն որոշակի բան նշանակում։ Ունեք տեղեկություն հայ գերիների ճակատագրի հարց շոշափվել է։ Տեղյակ չեմ։ Կլինի պատասխան այս։ Եթե նման համաձայնություն ձեռք բերվի, ինչու ոչ, հնարավոր է, բայց կոնկրետ քննարկումներ, կոնկրետ համաձայնություններ, ինչքանով ես գիտեմ, դեռ չկան։ Ռոբերտ, սպասելի էր, որ ադրբեջանական կողմը կանի ապաշրջափակման առաջին քայլը։ Սպասելի էր, որ Ադրբեջանի դաշտում գտնվող գնդակին ինչ-որ մի կերպ նրանք պետք է հարվածեն։ Թե դա ապաշրջափակմանը կվերաբերեր, թե մեկ այլ բանի ես չգիտեմ, բայց եկեք ուշադրություն դարձնեք, թե ինչ էր տեղի ունենում օգոստոսի 8-ից հետո։ Ադրբեջանը 1-2 հայտարարություն արեց, որոնք ակնհայտորեն Հայաստանում գնահատեցին որպես չհամընկնող օգոստոսի 8-ի համաձայնություններին։ Դրանից հետո Միացյալ Նահանգներում բանաձև հայտնվեց, որը ենթադրում էր պատժամիջոցներ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, եւ սպասվում էր, որ Ադրբեջանը ինչ-որ քայլ պետք է անի։ Այդ ինչ
ինչ-որ քայլը, այո, ես պետք է ուրախությամբ նշեմ, որ հենց ապաշրջափակման համատեքստում եղավ, ինչու հենց այդ համատեքստում, որովհետև կարծես թե սա ամենաբարդ համատեքստն է, այսպես ասենք, կոնֆլիկտ պարունակող համատեքստն է։ Տեսեք, սահմանագծման, սահմանազատման աշխատանքներում կարծես թե տրամաբանությունը արդեն պարզ է, ինչպես է տեղի ունենալու, ենթակառուցվածքների բացման հարցը ամենաբարձրներից խաղաղության համաձայնագրի հարցում էլ համաձայնությունը կայացված է։ Այսինքն այս 3 ընդհանուր ուղղություններից ամենաբարդը, ամենախնդրահարույցը ապաշրջափակումն է եւ շատ լավ է, որ հենց այս հարցում Ադրբեջանը որոշեց քայլ կատարել։ Ադրբեջանը կարող է միակողմանիորեն օգտագործել իր տարածքով հաղորդակցությունը որպես Հայաստանի վրա ճնշումների գործիք։ Այս արտահայտությունը պատկանում է Լևոն Զուրաբյանին, ՀԱԿ-ի փոխնախարար։ Հայաստանը ունի 4 անմիջական հարևան։ 4 անմիջական հարևաններից ցանկացածը կարող է օգտագործել իր տարածքով տարանցումը որպես Հայաստանի նկատմամբ ճնշման գործիք։ Սա նշանակում է, որ Հայաստանը պետք է փակի բոլոր սահմանները եւ թույլ չտա, որպեսզի իր նկատմամբ ճնշման գործիք օգտագործեն։ Ես ճիշտ ասած տրամաբանությունը պարոն Զուրաբյանի ասածի չեմ հասկանում։ Չէ, տրամաբանական բացատրությունն այն է, որ Հայաստանի տարածքով ճանապարհը TRIP վերահսկում են ամերիկյան ներկայացուցիչ ամերիկյան կազմակերպություն կամ չգիտեմ դա հիմա ինչպես պետք է կոչվի, իսկ Ադրբեջանի տարածքով անցնող բացառապես ադրբեջանական իրավասություն։ Նախ ամերիկյան կազմակերպություն չի վերահսկելու, հայ-ամերիկյան կազմակերպություն է իրականացնելու կառավարումը թե ով է վերահսկելու, մենք դեռ չգիտենք, գուցե տան ինչ-որ հայկական կազմակերպության, որը կիրականացնի հենց վերահսկման գործողությունները, բացի այդ Հայաստանի տարածքում գործելու են Հայաստանի օրենքները, Հայաստանի սահմաններին կանգնած են լինելու հայ սահմանապահներ, ամբողջ տարածքը Հայաստանի իրավազորության ներքո է լինելու, ինչը նշանակում է, որ եթե ադրբեջանցիները իրենց տարածքում ինչ-որ մի բան կանեն, որը չի համապատասխանի հռչակագրում նշված փոխադարձ առավելություններին, ապա Հայաստանն էլ կարող է իր տարածքում նույն բանն անել։ Ադրբեջանցի քաղաքագետը ասում է, մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրումը եւ սահմանի բացումը իրատեսական է։ Ես ճիշտն ասած այդքան լավատես չեմ, նշեմ, որ նույնիսկ մինչև տարեվերջ։ Այո, մինչև տարեվերջ չի կապված, նույնիսկ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանը հայտարարել է, որ ստորագրումը սպասվում է հաջորդ տարվա առաջին կեսին։ Չգիտեմ, թե ինչ տեղեկությունների հիման վրա է նման հայտարարություն արել, բայց տեսեք, եթե խնդիրը այստեղ այն է, որ Ադրբեջանը սկսելու է մեծ քայլերով գնալ դեպի համաձայնություններ, դեպի կարգավորում, ապա դրա համար պետք է Ադրբեջանը ինչ-որ մի բան ստանալ։ Այս պահին հաշվի առնելով միջազգային հարաբերությունների ներկա վիճակը, ես չեմ տեսնում այն, ինչ Ադրբեջանը կարող է ստանալ դրա դիմաց։ Գուցե հնարավոր է, որ ինչ որ մեծ իրադարձություն, փոփոխություն տեղի ունենա, օրինակ Ադրբեջանում Իլհամ Ալիևը որոշի իշխանությունը հանձնել իր որդուն եւ դրա դիմաց աշխարհից որպես լեգիտիմություն ստանալու հակընդդեմ քայլ համաձայնի գնալ ստորագրել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը, բայց սրա հավանականությունը շատ փոքր եմ ես համարում, ավելի մեծ է հավանականությունը, որ գործընթացները կարող են տեղի ունենալ մինչև մայիս, երբ Երևանում նախատեսված է Եվրոպական համայնքի գագաթնաժողովը եւ դրանից հետո մեծ հավանականությամբ Իլհամ Ալիևը կայցելի Երևան։ Բայց կա այն ամենայնիվ տպավորություն, որ ինչ որ բան կամ ինչ որ մեկ արագացնում է process-ը։ Հուսանք, որովհետեւ օգոստոսի 8-ի համաձայնությունների իրականացման հարցում շտապողականության ամենամեծ շահը ունի Հայաստանի Հանրապետությունը։ Ինչու՞, որովհետեւ տրիպը, որը պետք է կառուցվի, առաջին հերթին եւ նախ եւ առաջ մյուս գործողություններից առաջ ենթադրում է երկաթուղու կառուցում։ Երկաթուղին պետք է Ադրբեջանից անցնի Մեղրիով եւ հասնի Նախիջևան։ Նախիջևանից հետո շարունակության մեկ ճանապարհ այսօր գոյություն ունի, այդ մեկ ճանապարհը անցնում է Երասխով դեպի Գյումրի, հետո Կարս, հետո Թուրքիա կամ Հայաստանի տարածքով դեպի Վրաստան, այսինքն Նախիջևանից հետո Երասխ, սա է այս պահին գոյություն ունեցողը, բայց մենք գիտենք, որ Թուրքիան արդեն հայտարարել է, գումարներ է ներգրավել, հիմնարկերք է արել, որ կառուցում է Կարս Նախիջևան երկաթուղի։ Եթե այդ երկաթուղին կառուցվի եւ եթե
տրիպից հետո Նախիջևանից հետո բեռները եւ մարդիկ երթևեկեն դեպի Կարս միանգամից շրջանցելով Հայաստանի Հանրապետությունը, ապա Հայաստանը այստեղ կկորցնի շատ բան եւ այսպես մի փոքր պատկերավոր ասած կստացվի, որ մենք ունենք բաց սահմաններ, բայց միևնույն է հայտնվել ենք նորից բլոկադայի պայմաններում, հարաբերական բլոկադայի իհարկե։ Բայց դրա կառուցումը բավական երկար ժամանակ է տևելու, իմ գնահատմամբ 7-8-10 տարուց ոչ քիչ, թեև 5 տարի են հայտարարում, բայց դա շատ քիչ հավանական եմ համարում։ Ալիև ասում է թրիպը կաշխատի 28 թվականի վերջ։ Տեսեք 28 թվականի վերջ ընդամենը 3 տարի է, իսկ Կարս Նախիջևանը հնարավոր է կառուցել իմ գնահատմամբ 32-33 թվականից ոչ շուտ, այն էլ եթե շատ արագ Թուրքիան գործողություններ իրականացնի, կարծես թե Թուրքիան այնքան էլ չի շտապում։ Թուրքիան հակված է Գյումրի-Կարսը վերանալ։ Այո, ես դրան էի գալիս, մյուս կողմից հակված է Գյումրի-Կարսը աշխատեցնել եւ այստեղ եւս Հայաստանը շահեր ունի, որոնք համընկնում են Թուրքիայի այս հակվածության հետ, անհրաժեշտ է շատ արագ իրականացնել այդ գործողությունները, գործընթացները եւ բացել այդ ճանապարհները։ Եթե սա տեղի է ունենում, սա նշանակում է, որ օգոստոսի 8-ի համաձայնությունները շատ արագ իմպլեմենտացվեցին եւ ճանապարհները սկսեցին աշխատել։ Եվ սա առաջին հերթին, ինչպես ասացի, համընկնում է Հայաստանի Հանրապետության շահերին։ Իհարկե կարող է համընկնել նաեւ Ադրբեջանի շահերին, որը կցանկանա շատ արագ։ Ադրբեջանի ցնչող հայտարարությունները մեր տրամաբանությամբ անսպասելի են ու անհավանական են երևում։ Վարչապետը Ադրբեջանի օրինակ Թբիլիսիում հայտարարում է, որ խաղաղության պայմանագիրը ամբողջությամբ պատրաստ է, մնացել է 1-2 մանր մունր բան։ Ես նշեմ, որ մեզ համար զարմանալի է այն պատճառով, որ մենք սովորել ենք, ապրել ենք այն իրականության մեջ, որ այն ինչ համապատասխանում է Ադրբեջանի շահերին, չի կարող համապատասխանել Հայաստանի շահերին եւ հակառակը։ Բայց այսօր իրողությունները փոխվել են, այսօր կան իրավիճակներ, որ կարող են լինել լուծումներ, որոնք համապատասխան են եւ Հայաստանի շահերին եւ Ադրբեջանի շահերին։ Խոսքը իհարկե չի գնում, որպեսզի չմեղադրեն նրանում, թե խոսում ենք բարեկամության մասին, եղբայրության մասին, թեև ես նշեմ, որ այն ընդդիմադիրները, ովքեր այսօր այդպես սուր հակաադրբեջանական ելույթներով են հանդես գալիս, իրենք հոդվածներ էին հրապարակում տարիներ շարունակ, որտեղ խոսում էին այն մասին, թե Խորհրդային Միության հնարավոր վերականգնումից հետո եղբայրական հարաբերություններ կառաջանան հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների միջև։ Այսօր չգիտես ինչու զուտ առանց նման հարաբերությունների առևտրին, համագործակցությանը եւ այլնին դեմ են։ Ես նշեմ, որ առևտուր, համագործակցություն, փոխադարձ շահերի հիման վրա գործողություններ հնարավոր են։ Լավ, այնուամենայնիվ, ինչը հեղաշրջեց Ադրբեջանի հռետորաբանությունը։ Իմ գնահատմամբ այն, որ Ադրբեջանը սկսեց մի փոքր ավելի քիչ վախենալ Հայաստանի ռևանշից։ 2020 թվականից հետո բավական սուր էր այդ վախը, որ Հայաստանը ահա կարող է արդեն փորձել զարգանալ, բարեփոխել իր բանակը, ուժերը, վերախմբավորել եւ այլն եւ փորձել ռևանշի հասնել։ Ժամանակը այդ վախը նվազեցրեց եւ Ադրբեջանում սկսեցին գնահատել իրողությունները մի փոքր այլ պրիզմայով, սկսեցին, այսպես ասենք, Հայաստանի հետ այդ իմ նշած համընկնող շահերի համակարգը իրենք էլ տեսնել, իրենք էլ պատկերացնել, իրենք էլ փորձել իրականություն դարձնել։ Խնդիրն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը այսօր գոնե ամենաբարձր մակարդակով որոշել է սահմանափակվել նրանով, ինչ ունենք։ 29743 քառակուսի կիլոմետր իր ռեսուրսներով, իր բնական հարստություններով, իր ժողովրդով, իր խնդիրներով եւ այլն, եւ Ադրբեջանում քիչ-քիչ ժամանակի ընթացքում տեսնում են, որ դա իրականություն է եւ ոչ թե Հայաստանում փորձում են խաբել իրենց եւ հետագայում ինչ որ գործողությունների դիմել։ Այս վերջին գործընթացների նկատմամբ ռուս-իրանական լռությունը կամ որոշ իմաստով նաև համաձայնությունը ինչով է բացատրվում։ Ես այդ երկու արձագանքները չէի միացնի իրար, նշեմ, որ Իրանի արձագանքը մի փոքր այլ է, մի փոքր չէ, բավական այլ է։ Իրանը խնդիրներ սկզբնական շրջանում խնդիրների մասներ բարձրաձայնում առ այն, որ ամերիկյան ներկայությունը կարող է իրենց սահմանի համար խնդիրներ առաջացնել, բայց կարծես թե Հայաստանի կողմից ներկայացված բոլոր դետալներից հետո Իրանում
ամեն դեպքում այդ խնդիրների նկատմամբ այլևս այդպես սուր ընկալում չկա։ Ռուսաստանի մոտեցումը մի փոքր այլ է, Ռուսաստանում ներկա իշխանությունը Ռուսաստանի գործում է կամ ամեն ինչ կամ ոչինչ տրամաբանության մեջ եւ այն որ օրինակ թե Հայաստանի իշխանությունները որ հայտարարում են որ եթե ես համաձայն չեմ թե կան այլ քաղաքական ուժեր որոնք հայտարարում են դրանց հետ էլ համաձայն չեմ առ այն որ Ռուսաստանի հետ կարելի է Ռուսաստանի այս իշխանությունների հետ կարելի է ինչ որ համաձայնությունների գալ եւ ինչ որ չափով մնալ ԵԱՏՄ-ում բայց միաժամանակ գնալ դեպի Եվրամիություն հնարավոր չէ դա Ռուսաստանը ցանկանում է կամ ամեն ինչ, եթե ամեն ինչ չի ստանում, ուրեմն ոչինչ։ Նույն տրամաբանությամբ ինչի մասին օրինակ Մեդվեդևը մեկ անգամ հայտարարեց, առանց Ռուսաստանի մեզ աշխարհը պետք չէ, այսինքն եթե Ռուսաստանը պետք է ունենա խնդիրներ, մենք ամբողջ աշխարհը կվերացնենք մեզ հետ։ Նույն տրամաբանությունը գործում է ավելի փոքր մակարդակում։ Եթե մենք Հայաստանում չպետք է որոշումների կայացման գործընթացում լինենք առաջինը, ապա որևէ մեկը չի լինի առաջինը այս տրամաբանության մեջ։ Այնպես որ Ռուսաստանի արձագանքը շատ ավելի սուր է, գուցե բարձր մակարդակում նրանք ինչ որ այսպես ասենք սիրաշահող հայտարարություններ են անում թե դա Հայաստանի ներքին գործն է մենք գոհ ենք ուրախ ենք եւ այլն եւ հետո ասում է երևի նաեւ Մոսկվա-Բաքու ներկայիս մակարդակ հարաբերությունները ներկայում կարծես թե մի փոքր այդ ճգնաժամը մեղմվեց բայց այո կար մի պահ երբ բավական սուր էին հարաբերությունները եւ ես նշեմ որ իմ գնահատմամբ ոչ վերջին դերն է խաղացել նաեւ այն որ Ադրբեջանը եկավ եւ ստորագրեց օգոստոսի 8-ին այդ համաձայնությունները կարծում եմ Ռուսաստանում եթե ոչ այդպես խորությամբ ամբողջությամբ բայց որոշակի տրամաբանության մեջ տեղյակ էին որ ինչ որ բան տեղի է ունենում եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների սրվելու պատճառներից մեկն էլ է Գյումրիի դեպքերի կամ Գյումրիում զարգացումների հիմքը քաղաքական է թե քրեական տեսեք գոյություն ունի քաղաքական գործընթացների տրամաբանություն քաղաքական գործընթացների տրամաբանության մեջ ցանկացած դերակատար, դա կլինեն հոգևորականներ, դա կլինի նաև ընտրական ասել արդեն։ Նախընտրական ժամանակում էլ այդ գործընթացները ըստ տրամաբանությունն է։ Ցանկացած դերակատար իրավունք ունի որոշակի գործողություններ իրականացնել, բայց այդ գործողությունները պետք է քաղաքականից չանցնեն իրավական դաշտ։ Մենք տեսնում ենք, որ կան իրավիճակներ, կան դերակատարներ, որոնք քաղաքականից անցնում են իրավական դաշտ եւ հետեւում է իրավական գնահատական։ Ես մի հետաքրքիր բան պիտի ասեմ, որը կարծես թե որի մասին կարծես թե չեն խոսում հանրային դաշտում, բայց տեսեք, խնդիրը այն չէ, որ օրինակ Միքայել Աջապահյանը ձերբակալվել է եւ դատապարտվել է։ Խնդիրը այն է, որ նույն կերպ, նույն ձևով, նույն բառապաշարով հայտարարություն անող այլ մարդիկ չեն ձերբակալվել եւ չեն դատապարտվել։ Եվ հենց դրա համար է աննորմալ թվում Միքայել Աջապահյանի ձերբակալությունը եւ դատապարտումը, եւ հենց դրա համար է ձեր հարցը տեղին, սա քաղաքական հարց է, թե իրավական հարց է։ Եթե զուտ գանք նաև Գյումրիի քաղաքապետին։ Նույնը վերաբերում է Գյումրիի քաղաքապետին։ Տեսեք, Գյումրիի քաղաքապետի դեպքում կա ձայնագրություն, այդ ձայնագրության հիման վրա քրեական գործ է հարուցվել, իհարկե առերևույթ դեռևս չկա դատական ակտ։ Ես ենթադրում եմ, որ կեղծ չէ, եթե կեղծ լիներ, հիմա արդեն իրենց դատապաշտպաններով եւ այլնով մի քանի տեղ բողոքարկել էին, բայց կարծես թե չեն բողոքարկում։ Եթե չեն բողոքարկում, հավանաբար կեղծ չէ, բայց դատական գործընթացը դա կպարզի։ Խնդիրը սա չէ, խնդիրը այն է, որ կան այլ նմանատիպ գործեր, որոնք ոչ միայն որոնցով որևէ մարդ չի ձերբակալվել, այլև տարիներ շարունակ մարդիկ գտնվելով դատական գործընթացի մեջ շարունակում են վայելել կյանքը, նրանց որևէ մեկը չի ձերբակալում, նրանց կյանքի պայմանները որևէ մեկը չի խախտում եւ մարդիկ, որոնք տեսնում են, որ այս դեպքում տեղի ունեցավ այսպես, բայց մյուս դեպքում համանման դեպքում, նույն խնդիրների դեպքում տեղի ունենում այլ դրա համար էլ կա քաղաքական գործոնի քաղաքական, այո, սկսում են քաղաքական հետքեր փնտրել։ Հասկացա բացատրությունը։ Այսօր անգամ Զախարովան է խոսել Գյումրիի դեպքերից եւ ասել, որ ուշադիր հետևում են։ Իսկ ինչին են հետևում եւ ինչու են հետ Գյումրիի դեպքերը։ Զարմանալի է իհարկե, որ Ռուսաստանում կարող են Հայաստանում ինչ-որ իրավական գործընթացի ուշադիր հետևել, որովհետեւ Ռուսաստանում այնքան իրավական գործընթացներ կան, բազմակի անգամ ավելի մեծ խախտումներով, որ եթե որևէ մեկը փորձի դրանք հետևել, գուցե գլուխը պատտվեր այդ հետևելուց, բայց եթե Զախարովան ցանկանում է հետևել, թող հետևի։ Ես չեմ կարծում, որ դրանից մենք շատ պետք է անհանգստանանք։